Սահմանադրական դատարանը վաղը չեմ հիշում առավոտյան ժամը 11-ին կարծեմ, հա, ժամը 11-ից սկսելու է 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումների քննարկումը ընտրությունների արդյունքների մասին, անվավեր ճանաչել, երկրորդ փուլ նշանակել, то չգիտեմ նոր ընտրություններ նշանակել եւ այլն եւ այլն։ Երեք ասացի, երեք չառաջորը, հիմա ուղղակի հիշեցնեմ, որ երկու դատավոր Վլադիմիր Վարդանյանը նախկին ԿՊ-ից եւ Արտակ Զեյնալյանը նախկինում Հանրապետություն կուսակցությունից չեն մասնակցելու այս գործի քննությանը ընդհանրապես, որովհետեւ կաշկանդվածություն ունեն, հասկանում եք, որ երկուսն էլ համեմատաբար վերջերս են դուրս եկել այդ քաղաքական ուժերից, որպեսզի դառնան Սահմանադրական դատարանի անդամ։ Սեդա Սաֆարյանը, որը 5 տարի առաջ եղել է տեխնացու քաղաքական մի դաշինքի մեջ եւ հիմա Սահմանադրական դատարանի անդամ է, մասնակցելու է քննությանը, տարբեր տեղեկություններ կան, ֆակտորներ կարծեմ նաեւ մի րոպե, ֆակտորներ գրել, որ քննարկել տեղեկություններ ունեն, որ քննարկվել է ներսում, բայց չի որոշվել, որ Սեդա Սաֆարյանի մասնակցությունը պիտի բացառվի, այսինքն Սեդա Սաֆարյանը մասնակցելու է այս բողոքների քննությանը, հարգելի ընկերներ, մի կարևոր բան, Սահմանադրական դատարանը շարունակում է դիմել պետական տարբեր ատյանների տեղեկություններ ուզելով, երկու օր առաջ բացատրեցի, չէ, ինչ տեղեկություններ էր ուզել դատախազությունից, ԱԱԾ-ից, հակակոռուպցիոն կոմիտեից, հիմա հարցրել է ԱԱԾ-ից եւ ԱԱԾ-ն պարտավոր է ներկայացնել մայիսի 25-ից հունիսի 14-ը Հայաստան մուտք գործած, ինչպես նաև մայիսի 31-ից հունիսի 20-ը Հայաստանից հեռացած 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիների թվականակը, այս այն է, ինչ որ ես խոսում էի մի քանի հաղորդում շարունակ, որ այդ թվերը պիտի լինեն, որ դրանք հնարավոր լինի համեմատել նախորդ տարիների թվերի հետ, 24 թիվ, 25 թիվ, կոնե 25 թվի հետ, որպեսզի պարզ լինի, լրացուցիչ տուրիզմ, այսպես ասած, եղել է Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, то չգիտեմ, Ճապոնիայից մեր հայրենակիցները եկել են Հայաստան եւ դա եղել է ավելի մեծ քանակությամբ, շոշափելի, ոչ թե 2-3%, այլ շատ ավելի մեծ քանակություն, որը այս դեպքում ակնհայտորեն կապվելու է ընտրությունների հետ։ Եվ որ երկրից են եղել շատ ավելի շատ, ասենք Ֆրանսիայից անցած տարվա եկածները նույն թիվն է եղել, ինչ այս տարի, թե մի քիչ ավել, մի քիչ պակաս, որ դեպքում է, որ շոշափելի թույլ տվեք համարել երևի թե 5-10% եւ ավելին, հա, եթե կպարզվի, որ այո, ավելին են եկել, քան թե անցած անգամները, անցած տարիներին, սա էլ դեռ մեղք չէ, ինչպես հասկանում եք, էլի, հա, որովհետեւ բան է, մարդ է, ասենք, չի եկել անցած տարի, որովհետեւ ընտրություն չի եղել, այս տարի ընտրություն է եղել, որոշել է կալ ընտրություններին մասնակցի, դե արի ու մեղադրի։ Ռուսաստանի Դաշնությունում հրապարակային հայտարարություններ տարածվում էին նախընտրական շրջանում։ Ես էլ եմ մի քանիսը կարդացել հաղորդումների մեջ Կռասնոդարում եւ այլն եւ այլն։ Ուզում եք մասնակցել ընտրություններին, դիմեք, այս ինչ տեղը մենք ձեզ կօգնենք, կոժանդակենք եւ այլն, արի հասկացի, էլի, այդ ինչ օժանդակություն է։ Մի խոսքով, այսինքն այդ տվյալները բարեբախտաբար, ավելի ճիշտ հույս ունեմ, ոչ թե բարեբախտաբար, հույս ունեմ, որ կհրապարակվեն այդ տվյալները, հա, մայիսի 25-ից հունիսի 14-ը եկածների եւ մայիսի 31-ից հունիսի 20-ը մեկնածների քանակները Հայաստանի քաղաքացի 18 եւ ավելի տարեկան եկել են այս երկրից այսքան, գնացել են այսքան, անցած տարի նույն ժամանակահատվածում եկել են այսքան, գնացել են այսքան։ ԱԱԾ-ն դատապարտված է այս թվաբանությունը ներկայացնել սահմանադրական դատարանին, հա։ Եվ էլի մի քանի բաներ հարցեր ունի սահմանադրական դատարանը ուղղված կենտրոնական ընտրական հանձնաժողովին, այն գաղտնի փակ ցուցակների, որոնք պիտի փակ լինեն, բան այդ ցուցակների հետ կապված ու էլի մի քանի մուտքագրման տեխնիկական խնդիրների հետ կապված հարցեր ունի, իրավունք ունի եւ պիտի ստանա այդ հարցերի պատասխանը։ Ենթադրել կարող ենք, որ երևի թե վաղը չեմ ուսորը 26-ն է, չէ՞, ուրբաթ։ Հնարավոր է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը, հատկապես պրոռուսական ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք երեքը իրար հետ, հա, պրոռուսական եւ
բելարուսական, այսպես ասենք, այս ուժերը իրար հետ 560,000 քվ տարած ուժեր են, 550-ը ինչ է։ Կոնե մի 50,000 մարդ կբերեն Փարամյան փողոտա, փողոցը կփակվի ըստ երևույթին, որպեսզի ուրեմն ապահովեն ընտրակեղծիքներից դժգոհ հանրության ներկայությունը, վկայությունը իրականում կատակ եմ անում եւ հեգնում եմ, էլի, այդքան մարդ չեն բերելու, չեն գալու, ով զահլա ունի մի խոսքով, շատ-շատերից շատ լավ գիտեք, թե ինչ է տեղի ունեցել եւ բողոքող ժողովուրդը, ուրեմն հաջորդ օրվա առավոտից փողոցներում դիլիներ, ինչպես դա եղել է անցած տասնամյակների ընթացքում կեղծված ընտրություններից հետո, ահա այսպես Մարգարա կայանախորիկ ներկայացրեցի Պապոյանի խոսքը ընդունեցի Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության եւ ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին եւ ժամանակավոր հավատարմատարներին այս մասին նույնպես ներկայացրեցինք ահա այսպես սիրելի ժողովուրդ մոտեցանք ավարտին քանի կնում սաստկանում է ճնշումը Ղրիմի վրա ուկրաինական ռուս-ուկրաինական պատերազմի մասին երկու խոսք ասեմ եւ ավարտենք դառնում է անտանելի կյանքը այնտեղ բացառությամբ երևի գյուղական բնակչության ինչ որ առաջին անհրաժեշտության առարկաների նյութերի դո չգիտեմ աղե մաղե լավացքի փոշի օջարը սկոմենկոմ այո մատակարարումները կարող են թանդաղել բայց մի քանի հոլովակներ էլ տեսա շուկաներից Ղրիմի տարբեր համայնքների տարբեր քաղաքների շուկաներից այդ գյուղմթերքը բարիքը կա Ղրիմը միշտ էլ հարուստ եղել դրանով եթե իհարկե ջրելու ջուր ունեցել է ընդհանրապես շատ լավ մի արարածյան դաշտ ասենք էլի այսպես յոլա գնալու համար հերիք կանի էլի բայց ընդհանրապես բենզինի դիզվառելիքի շեշտակի սահմանափակումը լուրջ աղետի է հանգեցնում այդ տարածքում կամուրջները խաթարված եւ շարժական կամուրջներ են փռում պանտոնային կամուրջներ այսպես ասած պանտոնը լատիներեն հենց կամուրջն է հա բայց թե ռազմագիտության մեջ այդպես են ասում կամրջային կամուրջներ կամ շարժական կամ բացովի կամուրջներ են փռում որոնցով պիտի բրթե կոնե ռազմական տեխնիկա անցնի տառնա Ղրիմի հյուսիս դեպի Մարիուպոլ բան այդ կողմերը Չոնգար Արմյանսկ եւ այլն հա բայց նույնիսկ դրանց վրա են տրոններով ուկրաինացիները խփում տեսագրությունները տեսա հա այդ շարժական բացովի կամուրջները հանում փռում են որպեսզի բեռնատարը անցնի այդ անցնելու ժամանակ նույնիսկ դրանք են էլի խորտակում այնպես որ բավականին բարդ է դրությունը եւ զարմանալի չէ որ կատաղած է էլի վալոտիկը դրանից մեզ պետք է խստացնել միգրացիոն քաղաքականությունը եւ այլևս դադարեցնել օտարերկրյա քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն տալը հարգելի Մայբախ մի րոպե հա ուրիշ բանի վրա էի խնդում բանը հեշտ չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը իրականում էլի Իմ իմանալով վերջերս էինք խոսում, կարծեմ մի 30 հնդիկ է ստացել քաղաքացիություն, 30 հա, այնպես որ բանը, այդպես սարսափելի չէ վիճակը եւ կարծում եմ, որ այս մասով միգրացիոն քաղաքականությունը ինչքան ինձ է թվում, ինչքան ինձ է հայտնի, բավականին էլ բան է, կոշտ է ազգությամբ հայերը, որոնք ապացույցներ ունեն, դո ես իմ եկեղեցուց թուղթ ունեն, մկրտությամբ, ման, այո, դրանք այսպես ասած կարևոր հաղթաթղթեր են, էլի աշխատող արգումենտներ են, էլի որոնցով մի անգամ էլ ես եմ ականատես եղել անձնագրային բաժնում Երևանում էր կարծեմ մի ամբողջ դահլիճ կարծեմ ախալ քալակի մեր հայրենակիցներն էին մեջները շատ այդ ժողովրդի այո հեշտ է մեր հայրենակիցների համար հեշտ է բայց եթե էթնոսով հայեր չեն ուրիշ բան որ ամուսնանում են ամուսնությունների ֆիկցիան, պարզել, ինչքանով է բլեֆ, ինչքանով է ճիշտ, չգիտեմ, ինչ արդյունավետությամբ են սա անում։ Բացի այդ, մի քիչ ուրախալի է, որ ինչ-որ ազգեր
ինչ որ ժողովուրդներ ուզում են Հայաստանը դուրերը գալիս է, ուզում են ստեղ ապրել։ Ժամանակավոր չէ, էլի ոչ էլ մշտական, չգիտեմ, բնակության թույլտվության մասին չէ խոսքս, հասկանում ենք, խոսքը քաղաքացիության մասին է։ Երբեմն նույնիսկ հիպոթետիկ մտքեր եմ լսում ես ծանոթ մարդկանցից, ասում են, «Ահա կեղնի մի 40,000 հնդիկ կան, համել կնան բանակ»։ Հա, այս տեսակ ֆանտաստիկայի ոլորտից մտքեր կան, որոնք կարող են հիմա ֆանտաստիկ թվալ, հետո ֆանտաստիկ չթվան, էլի։ Ես հասկանում եմ ձեր մտահոգությունը, չգիտեմ, իմ իմանալով բավականին խիստ է։